Բարի գալուստ, մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել ու լսել այս հուզիչ ու հետաքրքիր պատմությունը։ Անպամած հոկտեմբերյան մի օր էր։ Սարերից իջնող քամին խառնվում էր քաղաքային աղմուկի հետ, բերում տերևների սահուն սոսափը։ Արամը հոգնած աշխատանքային օրից հետո որոշեց տուն գնալ ոչ թե հիմնական ճանապարհով, այլ մի փոքր շեղվել ու անցնել հին գերեզմանոցի միջով։ Մարդկանց ձայներից, մեքենաների աղմուկից հոգնել էր, ուղղակի լռություն էր ուզում։ Գերեզմանոցը, որն արդեն տարիներ շարունակ ոչ ոք չէր խնամում, կիսախոնար շիրմաքարերով լուռ կանգնած էր մոռացության մեջ։ Արամը զգուշությամբ անցնում էր նեղ արահետով, երբ մի պահ կանգ առավ։ Մի տատիկ, գորշ գլխաշորով ու թիկնած, փորձում էր ծանր ապակյա շշի մեջ դրած ծաղիկները դնել մի շիրմաքարի առաջ։ Ձեռքերը դողում էին։ Արամը մոտեցավ. «Տատիկ ջան, օգնեմ»։ «Օ, որդիս, Աստված քեզ պահապան լինի, ձեռքերս էլ չեն ենթարկվում, քիչ էր մնում գցեի ծաղիկները»։ Նա վերցրեց ծաղիկներով լի շիշն ու զգուշությամբ տեղադրեց շիրմաքարի առջև, հետո ուղղեց մետաղե պսակը, որը խոնարհվել էր։ Ակամա նայեց լուսանկարին, որ ամրացված էր սալաքարին, ու այդ պահը դարձավ անդառնալի։ Սրտի բաբախը խեղդվեց, աչքերը լայնացան։ Նրա դիմաց սև ու սպիտակ լուսանկար էր։ Վարդան Կարապետի Մանուկյան։ Արամի ոտքերը քարացան, անունը ծանոթ էր, ոչ միայն անունը, դեմքը, այդ հայացքը նա տեսել էր մի հին լուսանկարում, իրենց տանը։ Նրա մայրը միշտ ասում էր. «Սա իմ եղբայրն է», բայց երբևէ չէր պատմել մանրամասներ։ «Ներեցեք, դուք ճանաչում էիք նրան»։ Դանդաղ հարցրեց Արամը։ Տատիկը նայեց նրա աչքերում. «Վարդանս, իմ որդին էր, հոգիս, լույսի պես մարդ էր, քիչ ապրեց, բայց մեծ սիրտ ուներ, զոհվեց, բայց ոչ թե պատերազմում։ Նրան վթարի զոհ անվանեցին, բայց ես երբեք չեմ հավատացել։ Միակ բալես էր ու մնացի մենակ»։ Արամի շուրթերը չորացան, նա զգաց, որ իրականությունն իրեն շրջապատում է մառախուղի պես։ Դուք ո՞վ եք։ Ինչ։ Դու ո՞վ ես, տղաս։ Ես Արամն եմ, Սոնա Մանուկյանի որդին։ Տատիկի ձեռքից ծաղիկներն ուղղակի սահեցին։ Նա երկար նայեց Արամին, դեմքին քիթն ու աչքերի ձևը, խոսքի եղանակը։ Տարիները չէին ջնջել գեների համառությունը։ Նա մոտեցավ, ձեռքերը դրեց Արամի այտերին։ «Սոնան»։ Նա չասաց որդիս ոչինչ։ Երբ Վարդանը մահացավ, դու դեռ չէիր ծնվել, բայց ես զգում էի, որ ինչ-որ բան են թաքցնում։ Նա անհետացավ ուղղակի։ Այդ օրը տատ ու թոռ երկար մնացին գերեզմանատանը։ Արամը լսում էր տատիկի ձայնը, որը միախառնված էր արցունքներին ու տարիների լռությանը։ Տատիկը պատմում էր Վարդանի մանկության մասին, նրա սերը գրքերի ու նկարչության հանդեպ, թե ինչպես էր նա գաղտնի սիրահարված մի աղջկա Նելի անունով, բայց հայրն արգելել էր հանդիպել նրան, անհասանելի ընտանիքից է պատճառաբանությամբ, և թե ինչպես մի օր պարզապես նա չվերադարձավ տուն։ Նրանք ասացին, որ ավտովթար էր, բայց ես չէի հավատում, իմ տղան վախկոտ չէր, նա ինչ-որ բան իմացել էր, ինչ-որ բան, ինչն արժանացավ նրա կյանքը։ Տատիկի աչքերն այնպիսին էին, ինչպիսին միմիայն այն մարդու հայացքն է, ով տասնամյակներ շարունակ աղոթել է պատասխանների համար ու միշտ լռություն ստացել։ Արամը զգում էր, որ սրա խորքում մի մութ ու թաքուն պատմություն կա, ոչ թե միայն ընտանիքի գաղտնիք, այլ հանցագործության չափ խորը։ Դրանից հետո ամեն ինչ փոխվեց Արամի կյանքում։ Նա հաճախ սկսեց այցելել տատիկին։ Ամեն անգամ պատմություններն ավելանում էին, փոքրիկ դրվագներ, որոնք նախկինում պարզապես աննշան մանրամասներ էին թվում, բայց հիմա սկսում էին կապվել։ Մի օր, երբ մայրը Սոնան այցելեց տուն, Արամը նստեց նրա դիմաց։ «Մամ, ես քեզ պետք է մի բան հարցնեմ ու խնդրում եմ պատասխանիր անկեղծ»։ Սոնան լռեց։ Նրա դեմքին միանգամից նկատելի դարձավ վախը։ Արամը շարունակեց. «Ինչու երբեք չես խոսում քո եղբոր Վարդանի մասին։ Ինչու չասեցիր, որ նա մահացել է ոչ թե պատերազմում, այլ մի դեպքից, որի մասին ոչ ոք չգիտի»։ Սոնան երկար ժամանակ լռեց, հետո բարձրացավ, մոտեցավ պահարանին, բացեց հին արկղն ու դուրս բերեց մի նամակ։
դեղնած, կիսաքան թղթի կտոր, որի վրա գրված էր. «Սոնա, եթե այս նամակը երբևէ կարդաս, ուրեմն ես չկամ։ Ես պարզել եմ մի բան մեր ընկերոջ Ռուբենի մասին, որը շատերի շահերին է հակասում։ Եթե ինձ հետ մի բան պատահի, իմացիր դա պատահական չի եղել։ Նայիր նկարի հետևը»։ Նամակին կցված էր մի հին լուսանկար, որտեղ երիտասարդ Վարդանն էր կանգնած մի խմբի հետ։ Նրանցից մեկի դեմքը շատ լավ ճանաչելի էր։ Սոնան շշնջաց. Սա նախկին ներքին գործերի նախարարության բարձրաստիճան աշխատող է։ Նա հիմա քաղաքական գործիչ է։ Նա էր հորս ընկերը ու նրան վստահում էին բոլորը, բայց Վարդանն ինչ-որ բան էր իմացել նրա մասին ու ամեն ինչ փոխվեց։ Այդ օրվանից մենք ստիպված եղանք լռել։ Արամը հասկացավ, որ ինքը կանգնած է ոչ միայն քեռու ճակատագրի, այլ մի ամբողջ սերնդի լռության առաջ։ Նա որոշել էր ճշմարտությունը վերականգնել։ Չգիտեմ ինչու, բայց երբ նրա մահվան լուրը հայտնվեց, մեզ արգելեցին անգամ անդրադառնալ թեմային։ Միակ բանը, որ հասցրի տեսնել անհետացած օրագրի մի հատված էր, որտեղ Վարդանը գրել էր. «Գիտես ինչ, արի գնանք իմ արխիվը, գուցե մի բան գտնեմ»։ Իսկ թե ինչ բացահայտեց Արամը, ինչու էր մահացել նրա քեռին, կպատմենք մեր հաջորդ տեսանյութերից մեկում, եթե ձեզ հետաքրքիր է։ Այդ մասին գրեք մեկնաբանություններ բաժնում։ Իսկ թե ինչու էր Սոնան հեռացել տնից ու ոչ ոք չգիտեր նրա մասին, կպատմենք հենց հիմա։ Մի օր Արամը հարցրեց մորը Սոնային. «Մամ, ինչու ես երբեք չգիտեմ իմ տատիկի մասին, ինչու դու երբեք չես խոսել այդ մասին, ինչու ես լքել տունը, ու տատիկն ինչու չգիտեր, թե որտեղ էիր դու»։ Սոնան երկար լռեց։ Նա կանգնած էր պատուհանի մոտ, աչքերն ուղղած մայրամուտին։ Արամը տեսավ նրա աչքերը, որոնք մի ակնթարթում խոնավացան։ Հետո նա խոսեց հանգիստ, բայց կարծես իր ներսի պատերն էին փլվում ամեն բառի հետ. «Երբ Վարդանը մահացավ, մեր տունը փոխվեց։ Հայրս փակվեց ինքն իր մեջ, իսկ մայրս կորցրեց ամեն ինչ։ Նա ապրում էր մենակ մի նպատակով՝ պարզել ինչ է եղել։ Ես դեռ երիտասարդ աղջիկ էի ու հիշում եմ, ինչպես էին մեր տանը միշտ վիճաբանություններ լինում»։ Սոնան հանկարծ սեղմեց ձեռքերը։ «Ես մի օր լսեցի ծնողներիս վիճաբանելիս։ Մայրս գոռում էր. «Նա սպանվեց, որովհետև դու լռեցիր»։ Հայրս պատասխանում էր. «Ես նրան փրկել չէի կարող։ Եթե խոսեի, մեր ամբողջ ընտանիքը կկործանվեր»։ Եվ ես հասկացա, իմ ընտանիքը ստի ու լռության վրա է կառուցված։ Ես չդիմացա, փախա։ 18 տարեկանում գնացի Երևան սովորելու ու որոշեցի, որ նոր կյանք եմ սկսում առանց իմ անցյալի։ Բայց տատիկը, ախր տատիկն ինչու՞մ էր մեղավոր», խեղդված ձայնով հարցրեց Արամը։ «Տատիկդ կարծում էր ես արտասահման եմ գնացել։ Ես կապ չպահեցի նրա հետ։ Ամուսնացա, հետո բաժանվեցի ու ծնվեցիր դու։ Բայց ես զգում էի, եթե երբևէ վերադառնամ, ստիպված կլինեմ նայել ճշմարտության աչքերին, իսկ ես պատրաստ չէի։ Ու այսօր եմ հասկանում, թե որքան եմ սխալվել։ Ես չպաշտպանեցի մորս, ես նրան թողեցի միայնակ իր որդու մահվան հետ»։ Արամը լուռ էր, բայց սրտի մեջ ցավ կար, թե մոր համար, թե տատիկի։ Նա հիշեց տատիկի աչքերը, երբ նայեց Վարդանի լուսանկարին, ինչքան կարոտ կար այդ հայացքում, ինչքան սպասում։ Այդ երեկո Արամը գնաց տատիկի տուն։ Երբ նա բացեց դուռը, տատը զարմացած էր, բայց ժպտաց. «Եկել ես, Արամ ջան, լավ արեցիր»։ Բայց այս անգամ Արամը միայնակ չէր։ Նա Սոնայի հետ էր։ Տատը աչքերը լայն բացել էր, կարծես թե չէր հավատում տեսածին։ Հետո արցունքները գլորվեցին։ Ո՞վ է ասում, որ մայրը կարող է մոռանալ իր երեխային։ Ես նրան ամեն օր եմ հիշում, բայց երբ նա անհետացավ, մտածեցի, գուցե նա նույնպես ուզում է մոռանալ, ինչպես բոլորը։ Նրանք գրկեցին իրար, երջանիկ, բայց ցավոտ պահեր։ Տարիների բաժանումը վերջապես ավարտվեց։ Արամը զգաց, որ այս պատմությունն այլևս միայն իր քեռու ճշմարտության մասին չէ, այլ նաև իր ընտանիքի վերամիավորման, ցավի հաղթահարման և նոր ապագայի հույսի մասին է։